Եվ այսպես ուշադրություն շարունակվում է երեխայի որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, հազարավոր այլ մարդիկ, որոնք կամավոր օգնում են 7-րդ օրն է երեխան չի գտնվել։ Եվ ինչպիսի սարսափելի դեպք է տեղի ունեցել այս ոչ պակաս իհարկե սարսափելի դեպքի ֆոնի վրա, այն տեղեկատվությունները, թե իբր մարդիկ զանգել են երեխայի հորը, պապիկին եւ ասել են, թե իբր երեխան իրենց մոտ է, հետո ոստիկանությունը բացահայտել է, որ նրանք հոգեկան հիվանդներ են եղել, այդ տեղեկատվությունը երեխայի հայրը հերքել է, ասել է, որ նման բան չկա։ Այդ տեղեկատվությունը առաջին անգամ տարածել էր Ժողովուրդ օրաթերթը, որից հետո համացանցում է տարածվել եւ նաեւ մենք ենք հայտնել դա, հաշվի առնելով, որ դա մի դեպք է, որի մասին չես կարող երբևիցե որևէ բան հորինել, չես կարող որևէ չճշտված տեղեկատվություն տարածել, մենք հավատացինք, որ միգուցե իսկապես եղել են հոգեկան հիվանդներ, որոնք կարող էին զանգել, բայց միևնույն ժամանակ ինչքան հավատացինք, այդքան էլ չենք ուզում հավատալ, որ այս պահին կարող են զանգել հորը կամ պապիկին ու ասել, որ երեխան ողջ է եւ իրենց մոտ է, բայց ինչքան պետքա մարդ ստոր լինի, որ այս ծանր վիճակում այդ մարդկանց մասին նման կեղծ տեղեկատվություն ամբողջ համացանցով մեկ ողողի եւ բոլորը արդեն այդ տեղեկատվությունը տպել էին եւ այդ լրագրողները չեն հարգում ոչ երեխայի կորուստը, այս մարդկանց վիշտը, որ կարելի է լռել, կարելի է ինչ որ ժամանակ կրկին վերադառնալ քաղաքականություն եւ հանգիստ թողնել սովորական մարդկանց, որոնք առանց այդ էլ շատ ծանր վիճակում են, դուք եք պակաս, որ մի հատ սենց ձեր հետաքրքրությունները փորձեք լրացնել հորինվածքներով, թե ով ինչ արել, ով ումա զանգել, ով ինչ կարար աներ, ավելի այս պատմությունը սարքեք առեղծվածային, միստիկ, սարսափելի եւ կարծես ֆիլմի ինչ-որ սցենար սարքեք, որ մարդկանց համար ավելի հետաքրքիր լինի, բայց այստեղ հետաքրքրություն պետք չի որոնել, սա երեխայի ճակատագիր է, որը չգիտես կործանվել է, թե դեռևս հույս կա, մենք ուղղակի կոչ ենք անում հեռու մնալ այս ընտանիքից, այս ընտանիքի մասին աշխատեք որևէ այլ բան չգրեք, նաև ընտանիքի հայրը հայտարարեց, որ արգելում է այս ընտանիքի մասին չճշտված տեղեկատվություններ գրել։ Դուք կարող գրեք ձեր կարծիքը, բայց դուք չեք կարող անել մի բան, որը չի եղել ուղղակի։ Ասում եմ, երեխայի հորը զանգել է։ Երեխայի հայրը ասում է, ինչ չեն զանգել, եւ այս ծանր վիճակին ես համացանցում կարդում եմ նման տեղեկատվություն, ավելի եմ նյարդայնանում եւ պատկերացնում եք այդ մարդու հոգեվիճակը մտնում է համացանց ու անհեթեթ ինչ որ հայտարարություններ է կարդում, նաեւ մեկնաբանությունների բաժիններում տարբեր նյութերի տակ այս դեպքի վերաբերյալ մարդիկ անհասկանալի բաներ են գրում, մեկը ասում է հարևաններն են գողացել, մյուսը ասում է երեխային ուրիշ գյուղից են եկել տարել, մյուսը ասում է գետը բավականին հեռու էր տնից, այդ ամենազավեշտալին է, որ ասում է գետը հեռու էր տնից, ասում է 2 տարեկան երեխան չէր կարող այդքան գնալ դեպի գետը, 2 տարեկան երեխան, որը ըստ ծնողների բավականին ակտիվ երեխա էր, այո, կարող էր գնալ դեպի գետը, գյուղ մտած բոլոր մեքենաները, բոլոր մեքենաներում եղած բոլոր մարդիկ ոստիկանների կողմից ուշադրության են հրավիրվել, խուզարկվել են մեքենաները եւ այդ մարդիկ հարձակվել են։ Ինչը որ ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում երեխան գյուղից մեքենայով դուրս չի եկել։ Իսկ հարևանների մասին կարող ենք ասել, որ մի քանի տուն է, մեծ գյուղ չի եւ բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են եւ ասենք ոնց կարան հարևանները երեխային գողանան։ Սա նույնն են հոգեկան հիվանդների զանգերի պատմությունն է, որ փորձում են հորինել հետաքրքրություն ավելացնելու համար։ Հայ ազգը սիրում է զավեշտալի հնդկական պատմություններով լի դեպքեր, բայց խորհուրդ կտանք զերծ մնալ այս դեպքից։ Սա իրականություն է, սա սերիալ չէ, որ դուք որոշեք, թե ինչպես է լինելու այս դեպքի սցենարը կամ ինչպես է այն ավարտվելու եւ հաստատ իրավապահ մարմինները, փրկարար ծառայության աշխատակիցները մեր բոլորից ավելի լավ են հասկանում իրավիճակը, մեր բոլորից ավելի առաջադեմ են եւ կարողանան երեխային գտնել
Իհարկե հույս ունենանք, որ երեխան գետը չի ընկել, բայց այդ հույսերը ըստ էության շատ քիչ են եւ դա ուղղակի այսպես ասած վատը չմտածելու համար է, բայց բոլոր հետքերը նաև փրկարար ծառայություն հայտարարեց, որ տանում են դեպի Չարաբաստիկ գետը։ Եվ այսպես ուշադրություն, ոստիկանական հատուկ վարժեցված շները գնացել են երեխայի հետքի ուղղությամբ, ինչը կատարվել, ամբողջ մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես համացանցում է տարածվում տեղեկատվություն, որ երբ որ երեխայի հագուստը տվեցին հատուկ վարժեցված շներին, որպեսզի նրանք հոտոտեն եւ անցնեն փնտրտուքներին, ամբողջ շները գնացել են գետի ուղղությամբ։ Հետևաբար այստեղից եզրակացություն, որ երեխան գնացել է դեպի գետը եւ բնականաբար, եթե անհետացել է, ցավոք սրտի պետք է մտածենք, որ երեխան իսկապես ընկել է գետը, բայց զարմանալի է, որ եթե գետն է ընկել այսօրվա գործողություններով, որ մենք տեսնում ենք հազարավոր մարդիկ փնտրում են, հարյուրավոր փրկարարներ, հարյուրավոր ոստիկաններ վերևից նկարահանում, նույնիսկ ջրի տակն են արդեն նկարահանում եւ որևէ նշույլ երեխայից ուղղակի գոյություն չունի։ Եթե գետնա ընկել, ոնց չեն կարողանում գետից գտնել, որը իրականում բարդ է, բայց նաև կա, այսպես ասած, այդքան էլ ոչ բարդություն, որ եթե գիտենք այստեղ է գետնա ընկել, ապա գետում շատ աշխարհի մեծ գետը չի, գտնելը հնարավոր է։ Ինչի չեն գտել, աշխատանքները փայլուն կերպով են իրականացվում, բայց չեն գտել։ Սա է առեղծվածը, որ եթե շները գնում են գետի ուղղությամբ, հետևաբար կարելի է ենթադրել, որ երեխան գնացել է գետի ուղղությամբ, իհարկե դա 100%-անոց փաստ չէ, բայց ամբողջ աշխարհում են օգտագործվում հատուկ վարժեցված շներ, որոնց միջոցով հարյուրավոր հանցագործություններ են բացահայտվել։ Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր մարդիկ են գտնվել հենց շների օգնությամբ, իրենց հոտառության օգնությամբ եւ այստեղ եւս պետքա բնականաբար օգտագործվեն շներ, օգտագործվել են եւ շները դեպի գետն են գնում։ Նոր մանրամասներ իհարկե չկա, մենք գիտենք, որ ինչքան հնարավոր է ավելի ու ավելի է մեծանում որոնողական աշխատանքների ծավալը, բայց այս ծավալը, որ այսօր կա, արդեն 5-րդ օրը, այս ամենամեծ ծավալն է, սա պետքա լիներ առաջին ժամերին, երբ որ երեխան կորել էր, այդ ժամանակ պետքա այս ծավալով աշխատանքներ իրականացվեին։ Եվ շատերը մտածում են, դե կորել է, եթե գետն է ընկել, շուտ կգտնվի գետից, եթե գետը չի ընկել, ուրեմն պետքա մտածել, որ առևան ընկել են, բայց ոչ այն մի փաստն է, փաստ, ոչ էլ գետը ընկնելը, բայց